հարցին, ասում եք, չեք պատասխանում պարզ հարցի, թե որտեղից են գալիս մեր սպառնալիքները։ Հիմա ես ձեր հարցին կպատասխանեմ, հետո կփորձեմ մեկնաբանել ձեր հարցը ու ձեր հոգեկերտվածքը ու ձեր կուսակցության հոգեկերտվածքը, որը բերում է այդ հարցին։ Ձեր հարցի պատասխանն է հետևյալը։ Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից, որովհետև Ադրբեջանի հետ մենք չունենք խաղաղություն, այլ շուտ ունենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը դեռ անշրջելի չի եւ վերջնականապես ինստիտուցիոնալիզացված չի, այսինքն խաղաղության դեռևս անշրջելի չդառած խաղաղության բացակայությունը Ադրբեջանի հետ միանշանակ եւ աներկբայորեն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Մենք ունենք սպառնալիք Թուրքիայի կողմից, որովհետև ունենալ անմիջական հարևան եւ հարևանի հետ ունենալ փակ սահման առնվազն տնտեսական սպառնալիք է։ Չունենալ հաստատված դիվանագիտական հարաբերություններ առնվազն դիվանագիտական սպառնալիք է։ Գտել կասեի, բայց դե լավ, չհեռանանք այդտեղ, ասենք կան այլ սպառնալիքներ, օրինակ բավարար չդիվերսիֆիկացված տնտեսական կապերը կամ անվտանգային կապերը, չգիտեմ ինչ ասեմ, էներգետիկ ռեսուրսների, աղբյուրների եւ տրանզիտի ճանապարհների բավարար դեռևս չդիվերսիֆիկացված վիճակ եւ այսպես շարունակ։ Սրանք են սպառնալիքները։ Բայց որն է մեր եւ ձեր տարբերությունը։ Մենք տեսնում ենք սպառնալիք, մենք ուզում ենք վերացնել այդ սպառնալիքը, այսինքն չեզոքացնել սպառնալիքը։ Տեսնում ենք չկա անշրջելի խաղաղություն Ադրբեջանում։ Սկզբից նախ տեսանք, որ չկա խաղաղություն, հասանք այդ խաղաղությանը։ Հիմա տեսնում ենք, որ դեռ անշրջելի չի, ուզում ենք իրենց անենք, որ լինի անշրջելի։ Տեսնում ենք, որ դեռ 100%-ով ինստիտուցիոնալիզացված չի, ուզում ենք ինստիտուցիոնալիզացնել։ Թուրքիայի հետ տեսնում ենք փակ սահմանա, տեսնում ենք, որ դա սպառնալիք է մեր տնտեսվարողների համար եւ ընդհանրապես։ Բանակցում ենք, որպեսզի գանք որևէ լուծման ընթացքում էլ քայլ-քայլ առաջ ենք գնում եւ մնացած կետերով։ Հիմա մեր եւ ձեր տարբերությունը այդ է։ Մենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել։ Դուք տեսնում եք սպառնալիք եւ որոշում եք կթել այդ սպառնալիքը։ Հասկանում եք, դաշնակցության պատմությունը 1920 թվականից սկսած մի պատմություն է սպառնալիքները կթելու մասին։ Դուք ընդ որում այդ սպառնալիքների մի մասը նոր չի, որ գոյություն ունի։ 1918-ից 20 թվականներին էլ գոյություն ունեին։ Բայց դուք բան եք անում, դուք ապրում եք, դուք լավ, ուրիշ բառ եմ ասել, բայց լավ, դուք սնվում եք սպառնալիքով, հասկանում եք, որովհետև եթե դուք չկարողանաք ձեր կենացները ասել, ձեր գոյության իմաստը կորելու է, եւ եթե չլինեն այդ սպառնալիքները, ելի ձեր գոյության իմաստը կորելու է, հասկանում եք, որովհետև դուք դրա համար գոյություն ունեք։ Դուք գոյություն ունեք, որ ամեն օր գաք ես ամբողջ, ասեք, գիտեք ինչ կա։ Թուրքիան մեզ համար սպառնալիք է, հասկացանք, դա բոլորը գիտեն, բոլորը, Հայաստանում ոչ ոք չկա մարդ, որը չիմանա, որ Հայաստանի չկարգավորված հարաբերությունները Թուրքիայի հետ սպառնալիք են, կամ որ չիմանա, որ վերջնական ինստիտուցիոնալիզացված խաղաղության բացակայությունը Ադրբեջանի հետ սպառնալիք է։ Եվ շատ հետաքրքիր հարց եք տալիս, ես ֆրցնում եմ եւ այդ հարցը վերաձևակերպում եմ, լրեք, եւ վերաուղղում եմ ձեր հետ։ Տիկին Վարդանյանը ինձ հարց տվեց, ասեց Ռուսաստանը սպառնալիք է, խնդրում եմ գրանցվեք, մի վարքան, պարոն Վարդևանյանը, երբ որ ելույթ ունենա, դրանից հետո նորից ելույթերի գրանցում կլինի։ Ես խնդրում եմ, գրանցվեք, եկեք եւ հստակ պատասխանեք այդ հարցին։ Նաեւ ես խնդրում եմ, նաեւ պատասխանեք, օրինակ, այն սահմանափակումները, որ մտցվում են մեր տնտեսվարողների դեմ, ըստ ձեզ արդարացված են թե ոչ, կարծում եք արդյոք դուք եւ ձեր կուսակցությունը եւ ձեր խմբակցությունը կարծում եք արդյոք, որ մեր տնտեսվարողների արտադրանքը խախտում է ԵԱՏՄ ստանդարտները, կարծում եք արդյոք, օրինակ, որ բանը, չգիտեմ, ջերմուկի հետ պրոբլեմ կա, կարծում եք թե ոչ, խնդրում եմ այդ հարցին կպատասխանեք, եւ եթե ասեք, որ այո, դետեղ ձեզ ասելիք չկա, եթե ասեք ոչ, խնդրում եմ այդ կոնտեքստում, ասեք, արդյոք արդար է կամ գործընկերային է որևէ ստանդարտի խախտում չպարունակող ապրանքի հանդեպ կիրառել տնտեսական սահմանափակում եւ արդյոք կարծում եք, որ եթե գործընկերային չի, ստեղ մենք նվազն գործ ունենք ինչ որ չգիտեմ, ճնշման դրսևորման հետ եւ արդյոք կարծում եք, որ այդ ճնշման դրսևորումը ինքնին պարունակում է սպառնալիք եւ արդյոք կարծում եք,